Բացառում եք, որ Փաշինյանը հաղթի այս պատերազմում եկեղեցու դեմ։ Փաշինյանը կարող է ինձ հաղթել, կարող է մյուսին հաղթել, բայց եկեղեցուն չի հաղթելու։ Եվ երբ է լինելու այն փուլը։ Դե հենց դրա համար չեմ ասելու ժամանակ։ Բայց խոսքը շաբաթների թե ամիսների մասին։ Չէ, օրերի մասին է մեզ համար։ Ինչի Աստված մեզ այդքան չի սիրում։ Չէ, մենք էլ պետք է շատ աստվածասեր լինենք։ Ոչ միայն իրենց պահանջենք, էլ ռուսական փողեր, էլ KGB-ի գործակալներ, էլ սրա նրա ծառաներ, էլ ինչ ուզեք, խաղաղ անհնազանդության գործողությունների տրամաբանության ճանապարհով։ Իրենք են ասում Ռուսաստանը, հետո իրենք գնում են Ռուսաստանի ոտքերի տակ պառկում։ Հիմա բոլորը ասում են մենք եկեղեցու կողքին ենք։ Կողքին պետք չի լինել, պետք է մեջը լինել։ Պատրաստում եք անել այդ սիրո հեղափոխությունը արդեն առաջիկա օրերին։ Միանշանակ։ Բարև ձեզ, Բագրատ Սրբազան, շնորհակալություն, որ այս բարդ ժամանակներին, այս բարդ օրերին գտաք ժամանակ եւ ընդունեցիք հարցազրույցի իմ հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալություն, շատ սիրով։ Սկսեմ կարևորից։ Դուք մի քանի օր առաջ բառացիորեն հայտարարեցիք, որ վերսկսում եք փողոցային պայքարի այդ ակտիվ փուլը, վերջին զարգացումները այն, որ հայ հարաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի այս պատերազմը մտել արդեն ագրեսիվ փուլ, արդյոք ինչ-որ ձևով փոխել է ձեր օրացույցը, կարող է ավելի շուտ լինի այդ ակտիվ փուլը փողոցային պայքարի։ Չէ, բացարձակ չի փոխել մեր օրացույցը եւ իրականում մեր ամբողջ այս գործընթացը ժամանակների հետ կապված որևէ կերպով չի առնչվել այս վերջին դեպքերի հետ, բայց ինքը որպես գաղափար, ամբողջական գաղափար, ի սկզբանե եղել է այս պայքարի ակունքում, որովհետև ինչպես միշտ ասել եմ, քաղաքակրթական պայքարը, արժեքների պայքարը, իսկ այսօր ինչ է տեղի ունենում, տոտալ հարձակում է տեղի ունենում հենց արժեքների վրա, քաղաքակրթական այդ տիրույթում է տեղի ունենում պատերազմը։ Հետևաբար մեզ համար որևէ կերպով փոփոխություն չի եղել եւ ժամանակներն էլ շատ կարճ են։ Ուղղակի անընդհատ ստիպված եմ լինում դրա մասին խոսելու, անընդհատ խոսելու, առանց ասելու այն հանգամանքների մասին, որոնք կարող են մեզ որևէ ձևով ինչ-որ փոքրիկ շրջան ետ պահել եւ այլն, նոր մտածումների, մտորումների տեղիք տալ, նոր կերպով շարունակելու կամ տեսնելու, թե արդյունքի հասնելու հնարավորության ինչ ուրիշ միջոցներ ու մեթոդներ կան։ Եվ երբ է լինելու այն փուլը։ Դե հենց դրա համար չեմ ասելու ժամանակ, բայց խոսքը շաբաթների թե ամիսների մասին։ Չէ, օրերի մասին է մեզ համար եւ այո, մենք որևէ ձևով մեր անելիքից որևէ կերպով ետ չենք կանգնում, որովհետեւ սա բեկումնային շրջան է մեզ համար, մեր պատմության համար, մեր գոյության համար։ Ես հասկանում եմ, որ ընդհանրապես այսօր ամեն ինչը մակերեսայնության վրա է գնում եւ մարդիկ նաեւ 21-րդ դարի մարդու հոգեբանությանը համաձայն ամեն ինչ ուզում են հիմա եւ այստեղ եւ դա շատ ընկալելի է, ճիշտ է։ Սրբազան, ես ուզում եմ կարդալ մի հատված ամենայն հայոց կաթողիկոսի կոչից, սա մայիսն է 1918 թվականի Սարդարապատից առաջ։ 1000 անգամ ոչ, ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած մայր աթորը, եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե իզոր ուչ է փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ։ Եվ շարունակությունը։ Չեք կարծում, որ դրա ժամանակը եկել է եւ պատմությունը կրկնվում է պարզապես ոչ այս կոնկրետ այս պահին թուրք զինվորականը չի կանգնած որպես թշնամի, այլ հենց ներսից է թշնամին։ Նախ իմիջիայլուց ասեմ, որ այդ տեքստը եւ մեծ վերլուծությամբ 1998 թվականին առաջին անգամ լինելով ես եմ հրապարակել, վերնագիրն էր Սարդարապատի ճանապարհն անցնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Դարձյալ նույն շեշտադրումներով, թե ինչ դերակատարություն ունեցավ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր այսօրվա գոյության համար, Սարդարապատից առաջ Գևորգ 5-րդ Սուրենյանց վեհափառի այդ
նշանավոր խոսքով եւ ինչ դերակատարություն կարող է ունենալ այսօր։ Ժամանակը ոչ թե եկել է, ժամանակը անցել է եւ դուք շատ ճիշտ եք ասում, որ ճիշտ եք ասում Մասնակի Միջայլոց, որ թուրք զինվորի դեմ չէ միայն, այո, նաեւ թուրք զինվորի որպես այդպիսին այսօր հենց այսօրվա տեղի ունեցողը որպես այդպիսին թուրք զինվորի դեմ չէ, բայց վստահաբար հենց թուրքական թելադրությամբ տեղի ունենում սա եւ զուգահեռները շատ ակնհայտ են։ Ես միշտ ասել եմ, ես դավադրապաշտ չեմ, բայց վերլուծությունը ուղղակի ցույց է տալիս, որ ինչ տեսնում ենք, թե ինչպես է սկսել ամեն ինչ, սկսած Փաշազադեով, սկսած դրանից առաջ այլ խոսույթներով եւ հանկարծ սինխրոնացված նաեւ Այսինքն այն Փաշինյանի այդ հայտնի հայհոյանքներով գրառման շոկային պահը ձեզ մոտ անցել է եւ միևնույն է դուք համարում եք, որ սա ամեն դեպքում դավադրության Ես շոկ չեմ ապրել, անկեղծորեն ասած, որովհետեւ ասել եմ, իրենք պարզապես խուլիգան են, փողոցային, ուրիշ արժեք չկա, ոչ գիծ կա, ոչ ինչ ասեմ։ Բայց այն հասկանալի է, եւ խուլիգան են եւ ինչ որ մեկի ծրագիրն են առաջ տանում, ինձ համար դա է անհասկանալի։ Այսինքն երեք փողի եւ գահի պաշտամունքը ինչին է բերել է դրան։ Ես ուզում եմ հասկանալ այս պահին, որ այս արշավը, այս պատերազմի այս վերջին փուլը, կարելի ասել եկեղեցու դեմ Փաշինյանը սկսել է, ինչի է սկսել։ Երեք պատճառ եմ տեսնում, դուք ասեք, որն է ամենահավանականը, ըստ ձեզ, առաջինը, որ սա նաև փորձ է իր վարկանիշը բարձրացնելու, որովհետև նախկինների թեման արդեն անցավ, Ռուսաստանի դեմ թեման էլ ոնց որ թե չի կարողանում շարունակել, որտեվ ինքն է գնում Ռուսաստան գալիս եւ հանդիպում Պուտինի հետ եկեղեցուց է կպել, հա, որովհետև չկա, որիշ ոչինչ չի տվել ժողովրդին։ Գուցե սա է պատճառը իրական։ Ես Արցախի հանձնումից առաջ դեռ պատերազմից հետո, երբ որ պատերազմի ակտիվ շրջանից հետո, երբ գնալով ամեն ինչ ավելի ծանրանում էր եւ Արցախի հանձնումից ամիջապես հետո ասել եմ, որ մնացել է վերջին խրամատը եկեղեցին։ Թիրախը եկեղեցին է ուղղակի։ Եվ հենց այդպես էլ եղել է։ Ինձ անընդհատ երբ հարցնում է, ասում է եկեղեցին այդ վերջին խրամատն է, պատնեշն է պահում։ Եվ պետք է ամեն գնով թույլ չտալ, որպեսզի այս մարդիկ ուղղակի իրենց, ինչ ասեմ, վայրագություններով եւ իրենց կամակատար լինելով մուտ գործեն այդ տիրույթ եւ քանդեն ու ջարդեն փշրեն ամեն ինչ։ Ինչ որ անում համընկել է եւ մի կողմից ուզում է թուրքական աշխարհին բարոյանալ։ Բոլոր ասածները ճիշտ են Միջայել։ Թե ուղղակի միգուցե ինքը ադեկվատ չի։ Բոլոր ասածները այսօր ինչ բնութագիր, նկարագիր, գնահատական տրվի, բոլորը ճիշտ են։ Բոլորը ճիշտ են։ Մեր բախտն է այդպես բերել է։ Ցավոք սրտի այդպես է եւ տեսնում եք նայեք մենք Ինչի Աստված մեզ այդքան չի սիրում։ Չէ, մենք էլ պետք է շատ աստվածասեր լինենք։ Ոչ միայն իրենց պահանջենք։ Նայեք մեր երբ անցյալ տարի սկսում էինք Տավուշն հանուն հայրենիքի շարժումը եւ դա ուղղակիորեն ինքը իրենով այն պահանջներ, որ դու իրավունք չունես նախ գալ քո ժողովրդին սպառնալ, մեկ սպառնալ պատերազմով եւ այլնով։ Իրավունք չունես պատասխանատվությունը դնելու ժողովրդի վրա, ասելով որ դուք եք պատասխանատուն, դուք եք պատասխան տալու եւ զուգահեռ գնալ գործարքներ անել ուրիշների հետ։ Եվ երրորդը իրավունք չունես նաեւ օրինական ճանապարհով առանց պետության օրենքի, սահմանադրության, միջազգային սկզբունքների եւ այլն, միջնորդների երաշխավորը այսպիսի աղետալի գործ կատարել, որի անունը դրել եք սահմանազատում եւ սահմանագծում։ Եվ մենք խոսել ենք ճշմարտության մասին։ Ինչու՞, որովհետեւ եկել ես 2-3 տարի առաջ նույն մարդկանց ասել ես, որ ձեռքերս կկտրեմ, 3 տարի հետո գալիս ես նույն մարդկանց սպառնալիքով ասում, որ պետք է այսպես լինի։ Բայց այդ ամենանիվ մարդկանց մի քանակ կա, որ նրան վստահում է այդքանից հետո։ Խնդիր չի դա։ Խնդիրը իր Ովքեր են այդ մարդիկ։ Իր կերպարն է, մարդկանց թողնենք մի կողմ։ Կարող են վստահել, կարող են չվստահել, բայց իր արածը խաբեություն եւ սուտ է եւ ինչպես միշտ։
ամեն շերտի մեջ, սկսած Արցախի Հայաստան լինելուց մինչև Արցախի Ադրբեջան լինելը եւ մնացած մյուս բաները։ Հիմա ավարտեմ։ Գիտեք, ուղղակի ինձ մի բան այս ձեր ասածների մեջ ընկալելի է, հասկանալի է, բայց դա արդեն այնքան ակնհայտ է, որ ով է Փաշինյանը պետք Չէ, մենք չենք բնութագրում ով է։ Մենք խոսում ենք նրա մասին, թե ինչ է մեր անելիք, ես այլ տեղ եմ ուզում գնալ։ Ստի մասին է այս ամբողջ պատմությունը, սուտ, խաբեություն առաջին օրվանից եւ դրա շուրջը, ամբողջը դրա շուրջը դառնում։ Սուտ խաբեություն պաշտպանելու փողի եւ իշխանության հաճույքները, ինչ որ այս մարդիկ այսօր ունեն։ Երկրորդը, որ ուզում եի ասել միտքս, մենք այդ ճանապարհով ճշմարտության, արդարության, հաշտության մասին խոսելով, շարժված լինելով առաջին իսկ վարքյանից թիրախավորել են մեզ իրենց բոլոր այս արբանյակներով, սկսելով մեղմից, թե իբր քաղաքականության մի խառնակ, թե ինչ քաղաքականություն կա այդտեղ, ես չեմ հասկանում։ Երկրորդը, էլ ռուսական փողեր, էլ KGB-ի գործակալներ, էլ սրա նրա ծառաներ, էլ ինչ ուզեք, ինչ անհնար եւ հնարավոր տարբերակներ կա։ Իրենց ամբողջ ֆեյքերով, ոչ ֆեյքերով, ավելի քիչ ոչ ֆեյքերով հարձակվելու ամենավերջին աստիճանի հարձակումներ գործելու եւ փորձելու պարզապես լռեցնել այն ձայնը, որ հնչում է։ Եվ դրան մասնակից են լինում այն գործակալական հսկայական ցանցը, որոնք տարբեր ազգաններով հայտնի են։ Այսօր նորից աշխուժացել են բոլոր իրար հետ։ Հիմա մեր խնդիրը ի՞նչն է։ Մեր խնդիրը այո, նույն կերպով, նույն գաղափարի վրա մենք պիտի անընդհատ խոսենք ճշմարտության, արդարության եւ հաշտության մասին։ Եվ խոսենք Չէ, եւ գործենք դրա համար։ Եթե խոսքը գործ չի դառնում է աղմուկ, ինչպես այսօրը։ Եվ մեր անելիքները շատ հստակ են։ Մենք պետք է հեռացնենք այս մարդուն։ Ինչպես։ Դուք հավանաբար գիտակցում եք, որ հայ ժողովուրդն այն վիճակի է հասել, հատկապես Հայաստանի բնակչություն եւ ոչ միայն Հայաստանի բնակչություն, նաեւ Սփյուռքը, որ արդեն մտածում է, իսկ գուցե եկեղեցին խաղաղ անհնազանդության գործողությունների տրամաբանության ճանապարհով։ Ինչպես ինքն է եկել իշխանության։ Չգիտեմ ինք ինչպես է եկել, ինքը եկել է ստով, մենք ճամփելու ենք ճշմարտությամբ։ Սրբազան, տեսեք, դուք անցած անգամ, անցած տարի 2024-ի մայիսի 9-ին ես ինքս եղել եմ այդ մեծ հավաքին Հանրապետության հրապարակում, մեծ հավաք էր, իսկապես ամենամեծն էր Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո, բայց դրանից հետո ոչինչ չհետևեց։ Դուք արդյոք հաշվի եք առել այդ իրադարձությունները, ձեր կատարած սխալները եւ արդյոք համարում եք, որ ինչ որ սխալ եք կատարել եւ որ նորը սկսեք եւ նոր ռազմավարություն։ Մենք բազմաթիվ առիթներով խոսել ենք այս մասին, անընդհատ։ Կարճ ասենք, կարող եք ասել 1, 2, 3 ինչն էր սխալ եւ ինչ եք անելու, ինչն եք փոխել ռազմավարության մեջ։ Մենք բազմաթիվ առիթներով խոսել ենք։ Ես վերագրել եմ այդ բոլորը իմ ամփոփցությանը։ Նաև այն բարձր գիտակցություն ունենալուն, որ այսքան ժողովուրդը հավաքված պահանջող ժողովուրդ եւ այն խոստումը, որ տվել ես, որ հրապարակ եթե այսպես լինի, լծվի, ես կթողնեմ կգնամ։ Իսկապես հավատում եք, որ կարա թողնի գնա։ Ներողություն խնդրում։ Խոսում ենք մայիսի 9-ի մասին, չէ՞։ Հա։ Եվ երկրորդը, դրանից բխած, այո, ես իրավունք ունեմ սրտից խորքում գոնե մի կաթիլ հավատք ունենալու այդ մասին։ Մի կաթիլ հավատալու, որ մարդկային բարոյագիտությունը, ընկալումները, ըմբռնումները կարող է հաղթահարեն ի վերջո իրենց մոլուցքները տարբեր, մոլորություններն ու մոլուցքները։ Այո, ես վերագրել եմ դա իմ ամփոփցությանը, վերագրել եմ քաղաքական որոշակի վայրիվերումներին եւ նաեւ միևնույն ժամանակ շատ հստակ ասել եմ, որ մենք հենց այդ պահին կազմակերպչական տարբեր խնդիրներ ենք ունեցել եւ միևնույն ժամանակ քաղաքական իմաստով հենց այդ պահին այդ ժամանակ դժբախտաբար չունեցանք վարչապետի թեկնածու։ Okay,
փորձ ձեռք եք բերել այս 1 տարին ոչ միայն փորձ ձեռք բերել ի տարբերություն քաղաքական գործիչների դուք հստակ ասում եք որներ ձեր բաց թողումը բայց նաև կար այս պահը Սրբազան որ այն ժամանակ ասում են որ այո Սրբազանին բնակչության մեծ մասը իսկապես լավ է ընդունում եւ սիրում է բայց քաղաքական ծրագիր չունի իսկ չեք կարծում որ նաև քաղաքական ծրագիր չունենալը գալիս էր քաղաքական կուսակցությունների հետ չհամագործակցելու պատճառով համագործակցել ենք բոլորի հետ էլ միասնական ծրագրով եք հանդես եկել այն ժամանակ այո բոլորի հետ էլ համագործակցել ենք ովքեր եկել են հանդիպել են խոսել են բոլորն էլ գիտեն այս անգամ ինչ է լինելու բոլորն էլ գիտեն ինչի մասն է ասեմ երկրորդ ովքեր կողքից կանգնած ասում են ծրագիր չունի ես հավատում եմ որ իրենք ծրագիր ունեցել են եւ ունեն իրենք էլ չունեն ուրեմն չի կարելի խոսել նրա մասին ինչ որ դու չունես ես վերստին պիտի կրկնեմ մենք ամեն ինչ էլ ունեցել ենք եւ ամեն ինչ էլ ունենք ծրագիր էլ գաղափար էլ միջոցներ էլ ճանապարհներ նկարագրեցի այն ինչ որ նկարագրեցի կարծում եմ Իսկ հիմա այդ բոլորը կա ասենք եթե դուք վերսկսում եք փողոցային պայքարը նաև հայտարարելու եք այո ծրագիրը չի վարչապետի որ դուք եք վարչապետի տեխնացին Չէ հիմա կարևոր չէ սպայն ինչ կա հայտարարել այսինքն կարող է փոխվի Առաջնային շեշտադրումը մեզ համար ոչ թե վարչապետի տեխնացուն է այլ սրան հեռացնելն է Բայց ժողովուրդը դա է ուզում ասում է տվեք մեզ տեխնացուի անուն ծրագիր մենք էլ դուրս գանք Տեսեք Ազատ ջան ներողություն խնդրում ծրագիրը շատ հստակ է Առաջնային խնդիրը դարձյալ կրկնում եմ Առաջնային խնդիրը ոչ թե վարչապետի տեխնացուն է այլ սրան հեռացնելը հրաժարեցնելը այդ երկուսը միասին զուգահեռ պիտի գնան հիմա որը առաջ որը հետո ես քիչ առաջ ասացի Սա է ամբողջը եւ թույլ տվեք այլ մանրամասնությունների մեջ չմտնել ես հավատում եմ որ եւ համոզված եմ որ մենք ուղակի հարցադրումը պետք է պիտի շեշտեմ ու շեշտեմ սա որովհետեւ սա չի մտածողության առանցք պիտի դառնա եթե մենք մտածեցինք հնարավոր է թե ոչ անել այդ գործը մենք կընկնելու ենք 1000 բավիղների մեջ եւ մոլորվենք Եթե մենք հարցադրում արեցինք անհրաժեշտ է թե ոչ, մենք անտեղի տալի պայքար ենք մղելու ամեն օր, առանց հոգնելու, առանց կեղծ, սուտ գաղափարներ մեջտեղ բերելու, առանց ոլոր-մոլոր ճանապարհներով գնալու։ Եթե պատասխանեցինք անհրաժեշտ է թե ոչ հարցին, եւ ոչ թե հնարավոր է թե ոչ։ Սրանք երկու կարևոր տարբեր բաներ են սրանք։ Գուցե ժամանակն է, որ դուք որպես Սրբազան նաև ժողովրդին շատ հստակ բացատրեք ինչ է լինելու, եթե չստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել, եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ին վերընտրվի, աղետ հասկանալի է, բայց ժողովուրդը գուցե հստակ հասկանա, ինչա տեղի ունենալու։ Մի քանի օր առաջ առաջին անգամը լինելով հստակ բացատրել եմ, որը մեզ համար ոչ թե վերլուծություն է, այլ տեղեկատվություն, որ գալիս է արտաշխարհից։ Ինչպիսին է լինելու մեր կյանքը։ Հայաստանը լինելու է որպես տարածք առանց որևէ կիլոմետրաժի սահմանափակման, այսինքն կլինի 5000, թե 10000, թե 25000, թե 50000, ոչ մեկի համար կարևոր չի։ Եվ դրա վկայությունը տվել է այս մարդը, ասելով, որ 29800 քառակուսի անցել է ընդամենը 1-2 ամիս երևի այդ ընթացքում, եւ հիշեք իր արբանյակներով ամբողջ խոսում են հանրային հեռուստատեսության բան եւ այլն, խոսում են 29800, 29800, 29800 Անցավ ընդամենը 2 ամիս դարձավ 29743, այսինքն սա էլ է վկայում, որ կիլոմետրաժը այլևս կարևոր չի։ Վաղը կարող է գան, ասենք 28000, 25000, 24000 եւ այլն։ Առաջին, երկրորդ, փողերի լվացման տարանցիկ միջանցք կամ ընդհանրապես միջավայր, վայր, երրորդ թմրանյութերի տարածման, տարանցիկ, տեսնում ենք, չէ՞, մեր իրականության մեջ ինչ է տեղի ունենում։ ԼԳԲՏ-ների բուծման վայր, գունավոր հեղափոխությունների ճամբար,
փորձարկման, տեխնոլոգիաների եւ այլն կիրառման վայր, ընտանիքի մոդելի, այսպես ասած, նոր մոդելի դարձյալ բուծման, ձևակերպման, փորձարկման վայր, այս 5-ը ամենակարևորներն են, մնացածի մասին էլ չեմ խոսում։ Եվ սա արտ աշխարհի տեղեկատվություն է մեզ։ Ինչ է լինելու զանգի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ օրինակ։ Ես ձեզ ասած, չէ, կիլոմետրաժը կարևոր չէ։ Հավատացեք, մեր բոլոր բանակցությունները, խոսակցությունները, որ տեղի են ունենում, տարբեր աստիճանի եւ այսպես ասած պատասխանատվության մարդկանց հետ, հատկապես արտաքին աշխարհի։ Եվ սա երբ որ ասում եմ արտաքին աշխարհ, սրանց ուղեղը կենտրոնացած է մենակ Ռուսաստանի վրա, չէ՞։ Իրենք են ասում Ռուսաստանը, հետո իրենք գնում են Ռուսաստանի ոտքերի տակ պարկում, ուղակի բառես բուն իմաստով։ Կներեք, ավարտեմ։ Թե արևմուտք եմ ասում, թե հյուսիսն եմ ասում, թե հարավն եմ ասում, թե արևելքն եմ ասում։ Այս ընթացքում շատ հարաբերություններ են եղել իրենց նախաձեռնություններով եւ շատ հստակ մարդիկ ասել են, որ այո, այն գաղափարները ինչ որ քիչ առաջ ասած, դրանք ուղղակիորեն նախատեսված են ձեր երկրի համար։ Իսկ այս մարդու վերընտրությունը ուղղակի վավերացնելու է դա։ Ուրիշ բան չկա։ Պատերազմի պահով, հա, ինձ թվում է ամենից շատ ժողովրդին պետք է բացատրել Հայաստանի բնակչությանը ու հայերին հենց պատերազմի հատվածը, այդ վախը, պատերազմի վախը։ Եկեղեցին այստեղ իմ կարծիքով մեծ անելիք ունի բացատրելու, որ եթե ինչ անել, էլի անընդհատ չի կարելի ապրել այդ պատերազմի վախով, ասենք օրինակ ինչպես դա բացատրում են հրեաներին Իսրայելում, հա, կամ մյուս երկրներում։ Եթե պատերազմը պետք է լինի, լինելու է, այսինքն անկախ նրանից դու վախենում ես եւ ըստ այդ քո վախի գնում ես ինչ որ աննորմալ քայլելի, մեկը պատերազմը լինելու է։ Ինչու եկեղեցին շատ չի խոսում նաեւ պատերազմի մասին մարդկանց ինչից այդ պատերազմի վախը հանելու համար, չէ՞ որ սա եկեղեցու գործն է նախ եւ առաջ։ Նայեք, քարոզչա մեքենան այնքան մեծ ու ծանր է հակառակորդի, որ բոլոր ուղղություններով մարդկանց մտքերի մեջ լցրել են։ Ինչու մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը մարդիկ չէին վախենում պատերազմից։ Որտեվ պարտվել են, սկսել են վախենալ։ Ոչ միայն պարտվել են, ոչ միայն պարտվել են։ Պարտությանն էլ ձև կա։ Հազարավոր զոհերով ենք պարտվել։ Հազարավոր։ Հիմա էլ ասում են մենք էլ չենք ուզում, մենք էլ զոհ չունենք։ Տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորումով, անհայտության մեջ կորած լինելով, ռազմագերիներով ու գերիներով, այսինքն մի այնպիսի ահավորության եւ արհավիրքի պատկեր են ստեղծել, որ մարդկանց մտքի մեջ մնա դա ասելու համար հանկարծ որևէ ավելորդ բան չանենք, ինչ ուզում են տանք, հանձնենք, վերջանանք գնանք։ Հիմա խնդիրը հետեւյալն, խնդիրը ոչ թե պատերազմն, այլ խնդիրը թե ինչպես է առաջնորդվում դա, այսինքն առաջին հերթին քո անվտանգությունը ապահովում։ Պատերազմի կանխարգելման միակ ձևը անվտանգության բացարձակ աստիճան ունենալն է, որ դու պատրաստ ես գործելու ամեն ինչ իսեր եւ իշա քո երկրի եւ քո ժողովրդի։ Բայց նաեւ այստեղ կա, չէ՞, կարևոր։ Այո, բնականաբար առաջնորդության խնդիրը դա, պատերազմը հաղթում են, այո, ժողովրդով, բայց առաջնորդությամբ։ Եվ մենք չենք ուզում հետ գնալ դետալներին, այս կեղծիքի ցույց տալու համար, թե վերստին կրկնելու, թե ինչեր են տեղի ունեցել։ Ես աչքերովս եմ տեսել եւ իրենց էլ ասել եմ այդ օրերին, բայց հիմա թեման ուրիշ է։ Պատերազմը կանխարգելում են նախ անվտանգությամբ, աստիճանը բարձրացնելով, քո բանակը զորացնելով, քո ժողովրդին տրամադրելով այն մտքին, որ դու կոչված ես պաշտպանելու քո ինքնությունը, քո կյանքը, քո երկիրն։ Ով պետք է դա անի, բացի պետությունից, եկեղեցին նաեւ։ Նաեւ եկեղեցին եւ բոլոր մնացած այն, ինչ ասեմ, ուժերը, քաղաքական կամ ոչ, հասարակական, ինտելեկտուալ, մտավորական եւ բոլոր շերտերն ու ուժերը եւ ընդ որում նաեւ սա պետական քաղաքականություն պիտի լինի, որի բացակայություն ունենք մենք գիտեք ինչ է, անընդհատ բախվում ենք մի իրականության, որ սեփական նախաձեռնությունով հասարակական միավորներ, եկեղեցին եւ այլն մարդիկ
անընդհատ պետք է խոսեն մի բանի մասին, որի տերը իրենք չեն այդ պահին։ Այո, իրենք քարոզչության դաշտում են, տերը այդ բոլորի այսպես կոչված կառավարությունը, որը ներկայացնում է պետությունը, որպես պետական քաղաքականություն։ Այնքան էլ այդպես չէ, Սրբազան, տեսեք, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հայ առաքելական եկեղեցին այսօր Հայաստանի ամենավստահելի կառույցն է, ամենավստահելի ինստիտուտն է, որտեղ հարցումներին մարդիկ ասում են, որ վստահում են հայ առաքելական եկեղեցուն։ Օրինակ 2023 թվականին նման դրական պատասխան է տվել հարցվածների 54%-ը եւ հետո շատ հեռու է գալիս կառավարությունը, բանակը եւ այլ եւ այլ։ Այսինքն կանգնել մի կողմ եւ ասել, որ մենք չենք կարող, մենք դա մեր գործառույթը չի։ Ոչ մեկ չի ասել այդպիսի բան, դա մեր գործառույթը։ Ես նկարագրում եմ արդյունավետությունը երկրի անվտանգության, երկրի առաջնորդության տեսակետից, որքան ուզում են հասարակական, քաղաքական, եկեղեցին, ինչ ճանապարհներով որ հնարավոր է քարոզչության անելու, միևնույն է դիմացը հսկայական մեքենա է կանգնած, հսկայական իր բոլոր հնարավոր, այսպես ասած, մոլորեցնող տարբերակներով։ Նայեք, եւ ահռելի ռեսուրսներ ներդրված։ Տեսեք, Ռուզվելտը ինձ շատ է տպավորել այդ խոսքը, երբ որ դասախոսությունը կարդացել Փարիզում եւ ուսանողների առջեւ ասելով, որ անհատները կամ հասարակական գործիչներ եւ այլն հասարակական մտքի եւ որակի փոփոխության իմաստով կարող են այդ որակի փոփոխությունը բերել որոշակի շրջապատում, ոչ դրանից ավել։ Հասարակական որակի փոփոխությունը կապված է կառավարիչների հետ։ Նրանք են, որ հասարակական որակի փոփոխություն բերում են։ Հիմա մենք կռվում ենք, անհավասար մարդուն կռվում ենք եւ պետք է հասնենք հաղթանակի այդ անհավասար լինելը մեզ իրավունք չի տալիս ասելու հնարավոր է թե ոչ։ Դուք հասկանում եք, որ ապագայի դասագրքերում գրելու են, որ հայերը իրենց անկախությունը պարտվել են, որովհետեւ իշխանության էր եկել խուլիգանը։ Դա սարսափելի է, հասկանում։ Եվ ես ոչ թե պատկերացնում եմ, ես սարսափում եմ այդ մտքից եւ դրա մասին անընդհատ հրապարակային բոլոր հնարավոր առիթներով խոսել եւ մեր գործն էլ հենց դրա մասին։ Ես օրինակ ուզում եմ հասկանալ, եթե օրինակ բողոքի ակցիա է ու մարդիկ ոստիկանների, եթե ամեն մի ոստիկանի հետ եկեղեցան կան խոսեր, այդ ոստիկանը խելքի չէր գա, եթե ինքը տեսներ, որ մեծ պատկերացումներ ունեք, ես էլ ունեմ, ես էլ եմ հավատում մարդկանց վերափոխությունը, բայց կա մի շրջան, որ խելքի կգա, կա մի շրջան, որ խելքի չի գա։ Ամեն դեպքում ունեք 54 Հիմա երբ խոսում ենք, հա, խնդիր չկա, 54 եւ ավելի։ Ես կարծում եմ ավելի, իդեպ հիմա հետաքրքիր մի հատվածի մասին եմ ուզում խոսել, հետաքրքիր մի հարցի աղանդավորների մասին, մենք չունենք վերջին տարիներին հարցումներ վիճակագրական որևէ տվյալ չկա, բայց 2015-ին 350,000 աղանդավոր կար Հայաստանում։ Դա այն ժամանակ հաշվի առնելով, որ 3 միլիոն չէր բնակչություն, այլ իրականում ավելի քիչ էր, դա 12% չէ, դա արդեն մոտ պլյուս-մինուս 20% է ստացվում։ Համոզված եմ, որ այս տարիներին այդ թիվը աղանդավորների ավելի է մեծացել։ Դուք ունեք ինչ-որ նմանատիպ տվյալներ։ Համոզված դրանում, բայց Ինչ եմ համոզված, որտեղ եկել է իշխանության Նիկոլ Փաշինյանը եւ այդ բայք հենց առաջին օրվանից սկսել պատերազմ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ դա միգուցե ավելացրել է հայ առաքելական։ Ես դրա համար եմ ասում, ունեք տվյալներ։ Ես վիճակագրական տվյալներ այս բանին եմ։ Բայց ձեր պատկերացումը, էլ ասենք։ Կասեմ։ Այդ թեմայով չունեմ։ Նախ համաձայն չեմ այդ թվի հետ, որ 350,000 աղանդավորներ, որովհետև դա էլ սարքված պատկեր է, որպեսզի ինչու է դա այդպես սարքված։ Որպեսզի հայ եկեղեցու դերակատարությունը լուսանցկացվի եւ հավասարապես նկատվի մնացած բոլոր կրոնական, այսպես կոչված կազմակերպություններին։ Այդքանը, որպեսզի հայ եկեղեցին որևէ կերպով ոչ բացառիկություն ունենա, ոչ հեղինակություն ունենա եւ ոչ էլ ինչ որ ձևով սահմանադրությամբ սահմանված են
իրավացի առավելությունները կամ արտոնությունները, որ ունի, կարողանա իրականացնել։ Ասելով, որ մենք ինչպես մնացած բոլոր այսպես կոչված արևմտյան հասարակությունները, կան կրոնական կազմակերպություններ, որոնց շարքին է նաև հայ եկեղեցին, վերջ։ 350,000 այսօր վաղը կարող է իմանանք տվյալներ ներկայացնել, որ 1 միլիոնը եւ ասեն դե տեսեք հիմա ինչ առավելության մասն է խոսքը, ինչ իրականում նրանց թիվն ավելի քիչ է։ Ինչ պատմական առաքելության։ Տեսեք, երկու կարևոր հանգամանք կա, որի մասին որին գայթակղվում ենք մենք տրվելու։ Առաջին իրենց մասին խոսելն է, անընդհատ տևական։ Ես սովորաբար մերժել եմ իրենց մասին խոսել, ես ասում մենք մեր անելիքները պիտի անենք, ոչ թե անընդհատ։ Ինչպես քաղաքականության մեջ ոչ թե անընդհատ խոսենք, բայց եթե չխոսենք, իրանք չեն դադարի, չէ՞։ Մենք պետք է գործենք, մենք մեր անելիքները պետք է անենք։ Ինչպես պայքարել դրա դեմ։ Երկրորդն էլ թույլ տվեք ասեմ ինչ է։ Երկրորդ բաժինն էլ այն է, որ մենք անընդհատ խոսում ենք իրենց մասին, սա են, նա են, շատացան եւ այլն, բայց երբեք չենք գնահատում, թե արդյոք այնտեղից դուրս եկողներ եղան, արդյոք քչացան, արդյոք ուրիշ տվյալներ կան, արդյոք համեմատություններ կան եւ այլն։ Դրա մասին չենք խոսում։ Երրորդը չենք խոսում, թե ինչ է անում, ինչպիսի մանրամասնությամբ գործում հայ եկեղեցու սպասավորները։ Ինչ են անում, ինչպես են գործում, որևէ ձևով լուսաբանություն կլինի, քարոզչություն կլինի, որևէ կերպ սրա մասին միայն խոսում է եկեղեցական միջոցներով։ Լրատվություններով լինի, քարոզչական որոշակի այսպես ասած ուղղվածությամբ լինի, շատ քիչ, հիմա մենք հարցազրույց ենք անում, բայց որպես կոնկրետ գործունեություն եւ գործ ահռելի ծավալով կա, որը գրեթե չի երևում։ Սա ցավալի է։ 1-2-ը թվարկեք։ Սրբազան որ մարդիկ իմանան։ Ես գիտեմ որ գիտեք, տեսեք մի պահ, հա, ես օրինակ 3 մի տեղ էի, որտեղ որ կային հաշմանդամ մարդիկ, եւ սա արդեն երկրորդ դեպքն էր, որ այդ մարդկանց հետ խոսում է, իրենք ասում են դե մենք գնում ենք ամեն օր եկեղեցի, ամեն կիրակի են գնում եկեղեցի, մեզ օգնում են այս հասարակությունը սրա մասին գրեթե չգիտի։ Հաշմանդամ տղաների մեր, որ վիրավորում էին ստացել եւ այլն, Հնդկաստանով է ուղարկում այդ տրանսպլանտները։ Եկեղեցու խնդիրն է, որ մենք չգիտենք դրա մասին։ Ոչ, եկեղեցու խնդիրը, այո, եկեղեցու խնդիրն է, որովհետեւ դուք եք այդ եկեղեցու հավատացյալը եւ դուք որպես կրող եւ տարածող հանդես չեք գալիս։ Դա եկեղեցու խնդիրն է։ Հիմա դա եմ ասում։ Եթե մարդիկ չգիտեն դրա մասին, մարդը գիտի, իր գյուղացի ընկերը իրեն պատմել է, ասել է հարևանն եկել, ասում է, գիտես դու վատ ես ապրում, արի գնանք ես ինչ հավաքին մասնակցի, այնտեղ աղանդ կա ինչ որ, չգիտեմ, Եհովայի կամ չգիտեմ ինչ աղանդա, քեզ կօգնեն։ Ինքը գիտի որ կգնա իրեն կօգնի, բայց եկեղեցու մասին շատ քիչ է խոսվում, եւ դա հասարակության խնդիրը չի մենակ։ Գյուղացին ասում է, չէ, արի գնանք քեզ կօգնեն։ Այն եկեղեցու անդամն ու հավատացել ասում է, արի գնանք, այս ինչ բան։ Եթե չի ասում դա եկեղեցու խնդիրն է, սրբազան դրա մասին է խոսքը։ Հենց այդ եմ ասում, եկեղեցու խնդիրն է, որովհետև հավատացյալները այդ եկեղեցու անդամ են։ Այո, եկեղեցու խնդիրն է։ Դուք ուզում եք ասել եկեղեցականների խնդիրն է։ Այո, ես ուզում եմ ասել, որ եկեղեցին չի մի մասը մեծ մասամբ եկեղեցականների խնդիրն է, այն մյուս մասն էլ հավատացյալների խնդիրն է, որ ես միշտ խոսել եմ դրա մասին, ասա մենք պետք է սպառող հավատացյալից դառնանք արտադրող, արդյունավետ, ոչ միայն ներկա լինելու Սուրբ Պատարագին, հաղորդվելու այդ պահի հոգևոր կարիքները հոգալու եւ հեռանալու եւ ասելու որ մնացածի այդ գործ չունեմ, այլ այն ինչ որ անում ես պատարագի ժամանակ որպես հավատացյալ, դա մեծագույն պատասխանատվություն է, որ դա կարողանաս գործադրել կյանքում։ Եթե արեցիր եւ մնաց այդտեղ այդ դռների մեջ, պատերի մեջ Սուրբ եկեղեցու, դա սպառողություն է, սպառողականություն է, արտադրել է պետք կյանքում, խոսել, պատասխանատվություն կրել, քարոզել, տարածել, չվախենալ անձնական, այսպես կոչված ասել, որ անձնական հավատքի մասին ես չեմ խոսում։ Եվ այսքան հալածանքների ու հարվածների տակ ընկած եկեղեցին Չէ, հիմա սկսել են բոլորը խոսել։ Հիմա բոլորը ասում են մենք եկեղեցու կողքին ենք։ Կողքին պետք չի լինել, պետք է մեջը լինել։ Այս ամբողջ ժամանակահատվածում, այս ամբողջ ոչ միայն այս մի քանի տարին, ընդհանրապես այս ողջ ժամանակահատվածում եկեղեցին կարծես դատապարտվածի դերում լինի ինքնապաշտպանվելու։ Ինչու՞։
Ինչ է նշանակում եկեղեցու կողքին։ Դու եկեղեցու մեջ ես կամ դուրսն ես։ Կողքը ո՞րն է։ Կողք չկա։ Ինչ կողքի մասն է խոսքը։ Երկրորդ մենք դա չենք հասկանում, նաև ինչու չենք հասկանում։ Դե հիմա ինչ ասեմ։ Միայն մեր խնդրեմը չի, չէ՞, ասինքն ես չեմ մեղադրում ոչ մեկին։ Պարզ բաներ չեն բացատրել։ Ես չեմ մեղադրում ոչ մեկին։ Հոգիների ворս է տեղի ունեցել Հայաստանում, եկեղեցին ասել է, չէ, չնկատենք, չխոսենք։ Ոչ, բացարձակ, նայեք, սխալ եք մեկնաբանում իմ ասածը։ Ճիշտ է։ Հիմա ես հետ գնամ գամ սկզբից 91 թվականից, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է, վերանկախացումն է տեղի ունեցել։ Եկեղեցին մուտքա գործել ընդհանրապես մի քանի հոգևորականով, սահմանապակ ահռելի սահմանապակ ռեսուրսներով, ամբողջ ունեցած ներդրել է ազատագրական պայքարի մեջ 91-ից 94 թվականին։ Դրա համար էլ հաղթել ենք։ Դրա համար էլ հաղթել ենք, բայց եկեղեցին ինքը որպես այդպիսին մյուս կողմից աղանդներ են մուտք գործել Հայաստան, հազար մի ձևի կենտրոններ են հիմնել, սա են արել, նա են արել, եկեղեցին ոչ մի հնարավորություն չի ունեցել, ինքն իրեն սահմանափակել է հնարավորության, ներդնելով ազատագրական պայքարի մեջ, որի մեջ ոչ մեկ այդ ժամանակ չասես, որ դուք քաղաքականությամբ եք զբաղվում, գնացեք ուրիշ գործով զբաղվեք։ Ուրեմն պետության խնդիրն է եղել արգելափակել այդ բոլորը։ Հոգևոր անվտանգությունն էլ դարձել մաս է կազմում անվտանգության։ Եվ այս ամբողջը թափանցով մի կերպ թոթափելով այդ բոլորից դուրս գալով, եկեղեցին հազիվ փորձել է ինքն իրեն շտկել, ուղղել, բայց հնարավորությունը բացարձակ չունենալով հանդերձ, որևէ կերպով ահռելի միջոցներ, ռեսուրսներ հենց պետական մեծ աջակցության իմաստով ներդնելու, եկեղեցին ինքը հանձն առել, ինքն իրենով շարունակել է իր առաքելությունը։ Եվ այդ կացնահարված եկեղեցին է, որ եկել հասել է այսօրվան։ Այդ ամբողջ քարոզչական դաշտում լինելով, տարբեր թեմերում, տարբեր գյուղերում, տարբեր շեմներում գործելով, առանց որևէ պետական աջակցության, դեպ դեռ հակառակը հազար մի խոչընդոտումներով բոլոր տեսակի հնարավոր եւ անհնար։ Եկեղեցին իրավունքներ չի պահանջել որևէ ձևով, իրավունքներից մեկը իր կալվածներն են, այն բռնազավթված կալվածները, որ ունեցել է ժամանակին։ Գնդակահարված հոգևորականներն են, հարյուրներով, հազարներով, եթե չասեմ, խեղված, ամեն իմաստով, որի դիմաց որևէ հատուցում չի պահանջել, որևէ հատուցում, բոլոր հետ խորհրդային երկրների եկեղեցիները այդ հատուցումներ են պահանջել, հատուցումներ են ստացել, մինչև այսօր էլ ֆինանսավորվում են պետական միջոցներից բոլոր առումներով, այո, լինում են։ Իսկ մենք ինչ չենք պահանջել։ Մենք չենք պահանջել ասելով, որ ավելորդ տեղը պետություն այսքան հոգսերի տակ, Արցախ, անվտանգություն, հազար մի խնդիրներ, մենք ինչ գնանք պահանջենք, ինչու պիտի հակառակ մենք պիտի փորձենք ամեն հնարավոր միջոցներով ներդնել այդ ճանապարհի մեջ, չխանգարելու, այլ հակառակ օգնելու, որպեսզի պետությունը աճի։ Ինչ տեղի ունեցավ։ Հանձնված Արցախ այդքան զոհերով քայքայված իրականություն, քաոսային իրականություն, ջարդված պարզապես իրականություն, որի առջև ենք մենք կանգնած եւ եկեղեցին դարձյալ չի լռել հակառակ բոլոր հարձակումներին։ Եվ սա միևնույն ժամանակ խոսում է այն մասին, հիմա դուք ասացեք, այդքան ճանապարհ անցնելով հանդերձ, խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը վստահելություն ունի, այո, բայց նաև կոչվածը որոշակի գործնականության, որպեսզի սպառող հավատացյալից վերածվի արտադրող հավատացյալի։ Կփորձենք երևի այս իրավիճակում, այս աղետ բացառում եք, որ Փաշինյանը հաղթի այս պատերազմում եկեղեցու դեմ։ Փաշինյանը կարող է ինձ հաղթել, կարող է մյուսին հաղթել, բայց եկեղեցուն չի հաղթելու։ Չի կարող հաղթել, անհնար է դա։ Եվ ոչ միայն անհնար է, որովհետև հավատքի վեմի վրա է հիմնված ամեն ինչ, եւ որևէ ձևով, որևէ կերպով, որևէ մեկը չի կարողացել եւ չի կարող հաղթահարել դա։ Իսկ կլինեն եկեղեցում, հենց եկեղեցի ներսում եկեղեցականներ, որ կկանգնեն Փաշինյանի կողմ, այսինքն կմբոստանան կաթողիկոսի դեմ այս պատերազմում։
Չեմ կարծում։ Բացառում ենք։ Չեմ կարծում, չեմ կարծում, չեմ տեսնում։ Չի լինի, ինքը չի լինի, չի ունենա իր աջակիցները, ոչ Հայաստանում, ոչ դրսի թեմերում։ Դարձյալ կրկնում եմ, ես չեմ կարծում, չեմ տեսնում։ Իսկ Արամ կաթողիկոսը ձեզ աջակցություն արդեն հայտնել է մեր եկեղեցուն։ Ինչ որ մի ձևով արձագանքել է այս երեկվա հայտարարություններից։ Կանրակ մայրաթորին, այո, հայտարարություններ կար Արամ Բեապարը։ Երեկվա Էջմիածնի հայտարարությունից հետո հայտարարություն արել են։ Չէ, դրանից առաջ է եղել։ Բայց կլինեն հավանաբար։ Միգուցե ես այս բանի տեղյակ չեմ, բայց մամուլում ինչ որ տեսել եմ, որ Արամ Բեապարը ասել է, որ մենք մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին ենք։ Հետաքրքիր է։ Հա, մամուլում կար հրապարակված։ Չէ, դիտեմ, ես նկատի ունեմ երեկվա կոշտ հայտարարությունից հետո, որտեղ երեկվա հայտարարությունը մայրաթորի բավականին այսպես կոշտ էր, կոշտ քննադատություն էր ու շատերը նկատեցին, որ թերևս առաջին անգամ էր այս կոշտ քննադատությունը։ Շատերն էլ հուսախաբվել են, կամ ոմանք էլ հուսախաբվել են այդ հայտարարությունից։ Ուղղակի ուզում եմ ասել, մայրաթորը իր ճանապարհն ունի, մտածողություն ունի, շատ հաճախ կարող է մեր մտածումների հետ կամ պատկերացումների հետ համապատասխան չլինեն, հենց դա էլ խոսում է իր մայրաթոր լինելու մասին։ Եվ երկրորդը նաև հստակ է, ես միշտ ասել եմ, միշտ մենք իրավունք չունենք մտնելու այս մարդկանց թելադրած օրակարգի մեջ։ Այո, սա ընդհանրապես եւ փողոցը որևէ բան չի կարող, այսինքն փողոց ներողություն, հրապարակը որևէ բան եւ հատկապես սրանք չեն կարող մեզ թակարդել, տանել իրենց օրակարգով առաջ։ Կեղծ օրակարգ այդ բոլոր առումներով, բոլոր օրակարգերով հավատացյալներին չեն հետաքրքրում։ Ես համոզված եմ, որ այդ հարցը բարձրացնող մարդիկ որևէ կապ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Եթե սկսեն գնալու այդտեղ, այն ցինիզմին ու լկտիությանը, որը այս խուլիգանի գլխավորությամբ տեղի ունենում արբանյակների միջոցով, շատ խնդիրներ կունենան իրանք, շատ մեր զսպվածությունը պարզապես թույլ չի տալիս այն տեղեկությունները, այն խոսակցությունները, այն փաստերը, որոնք այս կամ այն ձևով առկա են, ուղղակի գնալ ու անհատապես սկսել խոսել։ Նայեք, դա շատ վատ բան է, շատ ցավալիորեն շատ վատ բան է, եւ մեր զսպվածությունը դարձյալ մեր գիտակցությունը թույլ չի տալիս այդտեղ գնալու։ Խելքները գլուխները թող հավաքեն։ Հուսով եմ, որ մինչև այդ չի։ Ինչու եմ ասում, որովհետեւ իրենք կարծում են, որ իրենք ազգային անվտանգության կամ մյուս ծառայությունների միջոցով ունեն, բայց մենք էլ գիտենք, որ հենց այդ նույն ազգային անվտանգության եւ ուրիշ ծառայությունների միջոցով այդ տվյալներն ու իրենց մտքով կոմպրոմատները այնտեղ իրենց մասին ոչ միայն մեկ էջով, այլ փաթեթներով կան։ Եվ դրա լավագույն տիրապետողը, որ այսօր ստրուկի պես բանեցնում է բոլորի գլխին, հենց այս չարիքի տեսադաշտում են։ Երկրորդ, այն տվյալները, որ կան, հրապարակվում են, խոսվում են, մենք չենք ուզում մտնել այդ տիրույթը։ Դա մեր պատերազմի գործիքը չի։ Դա մեր, այսպես ասած, պայքարելու գործիքը չի, բացարձակ չի։ Ուղղակիորեն ասում եմ, հենց այդ շարքին խոսացողներ կան տարբեր։ Հիմա այսպես բանով, տենց առաքինության գերագույն աստիճանով դուրս եկած, որոնց ընկերներին էլ գիտենք, զուգընկերներին էլ գիտենք, մնացած բաներն էլ գիտենք, ընտանեկան խնդիրներն էլ գիտենք, ընտանիքում ինչեր են տեղի ունենում, դրանք էլ գիտենք, ով եղբոր, ով քրոջ եւ այլն գիտենք, ամեն ինչ։ Այդ բոլորը հայտնի են եւ ոչ միայն մեզ։ Բայց նման էջ եղել է հայոց պատմության մեջ։ Բայց էլ եմ ասում, մեր զսպվածությունը եւ համբերությունը չարաշահելու միտում։ Նման զուգահեռներ եղել են, ինչ որ նման բան, շատ են եղել։ Այսպես կոշտ պայքար իշխանությունների, պատերազմ իշխանությունների։ Տեսեք, ուզում եմ ճիշտ ձևակերպեմ, խնդիրը իշխանությունների հետ դեմ պայքարը չի, ոչ էլ քաղաքականություն խաղալն, ոչ էլ անելը։
Խնդիր կա, մեր կենսագրության հետ կապված հարց կա, մեր պատմության հետ կապված հարց կա, մեր գոյության հետ կապված հարց կա։ Ես անմասն չեմ, մյուս հոգևորականները անմասն չեն այս իրականությունից։ Չեն կարող, որևէ մեկը չի կարող ինձ հրել ասել գնա սրանով զբաղվի կամ նրանով։ Ոչ, ես պատասխանատու եմ, անկախ նրանից այդ սատանայի որդիները որքան ուժ ունեն այսօր, կապ չունի, բացարձակ կապ չունի, անկախ նրանից թե ինչպիսի գործիքներ ունեն, ինչպիսի զինվածություն ունեն, ինչպիսի այսպես խավարի որդուն յուրահատուկ հնարամտություններ ունեն կամ ճարպկություններ, կապ չունի դա։ Ես պատասխանատու եմ իմ Տիրոջ առջև, իմ նահատակների առջև եւ իմ պատմության առջև։ Եվ ոչ միայն ես։ Եվ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ինչքան էլ եկեղեցու դեմ լինի կամ եկեղեցականների մասին լինի, ոչ մի արժեք չունի, բացարձակ մեզ համար արժեք չունի։ Խնդիրը այս երկրի պետության հայրենիքի ու սերունդների գոյությունն է։ Սա է ամբողջ հարցը, կներեք, ավարտեմ, սա ամբողջ հարցն է, եթե սա չի մտնում մեր գլուխը, մեր պատկերացումների մեջ, դժվար է դա։ Զուտ էլ եմ ասում, մակերեսային քաղաքականություն անելու հավակնություն ունենալ հարց չկա բացարձակ որևէ մեկի մոտ։ Մեր կենսագրությունն է վերջնականապես վտանգված, սա պարզ պատկեր է։ Եվ այո, պատմության մեջ եթե եղել են, ոչ թե եղել է իշխանության հետ կռվելու, այլ մարդկանց ասելու, որ այսպես չի կարելի շարունակել։ Սա աղետը, վտանգը։ Այդ Կոստանդին Բարձրբերձի կաթողիկոսին հետում երկրորդը կալանավորեց, մարդը վերցրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի աճը եւ ասաց օրհնում եմ հայոց թագավորը եւ հայոց թագավորին եւ այդպես կալանավորվեց։ Հիմա իշխանության կռիվ չկա այստեղ։ Իշխանությունն է ինքը կռիվ անում, որպեսզի իր դիրքերը, իր պաշտոնը, փողը, պաշտամունքը, իր բերած աղետը, սուտը պաշտպանի։ Եվ թեման շեղելու եկեղեցու վրա, ես անցյալ օրն էլ եմ ասել, թեման ամբողջությամբ շեղելու եկեղեցու վրա, այնպիսի մի զգայուն թեմա է, որ հասարակությունը ստիպված լինել ներգրավել դրա մեջ, հակառակ կողմից ինչ չարիք են դարձյալ սկսել, դա էլ կերևա քանի օրից երևի։ Բայց մյուս կողմից եթե իրանք հասարակությանը ներգրավում են այդ թեմայի մեջ, չեն կարող չէ՞ չիմանալ, որ եկեղեցուն մարդիկ վստահում են, բնակչության մեծ մասը վստահում են։ Հենց այդ վստահությունն է նաև սպառնալիք իրենց համար, որովհետև օրեր առաջ Ադրբեջանում ոչ միայն օրեր առաջ, նայեք, անդադար են հայտարարում։ Ինձ դեռ 2023 թվականն էր, որ Իմիջիայլոց բացեք ազերիների կայքերը, լրատվությունները, տեսեք ինչեր են գրված, ուզած եւ չուզած, ինչպիսի ուրախություն ու խրախճանքը տիրում այնտեղ։ 2023 թվականին է դեռս, հիմա ճիշտ չեմ հիշում, բայց այդ ժամանակ էր, երբ ադրբեջանական հանրային հեռուստաընկերության, այսպես կոչված առաջին ալիքը, երկրորդ նորությունը նրա մասն էր, որ ես ռևանշիստ եմ։ Այո, ես հայտարարել եմ դրա մասին, ասել եմ, բայց ասել եմ, ռևանշիստը չի նշանակում ինչ որ չգիտեմ ինչ, նշանակում է արդարություն պահանջել։ Այո, վրեժի զգացում ունենալ։ Իսկ ինչու պիտի չունենամ ես այդ վրեժի զգացումը։ Ինչու պիտի չունենամ, ով է արգելել դա ինձ։ Այո, պետք է ունենամ այդ վրեժի զգացումը։ Եվ ինձ համար է սրբազան բառը վրեժը։ Սրբազան բառ։ Եթե կուզեք ամեն Աստծու օր մեզ համար պետք է այդ մտածումը ամենօրյա դրությամբ համոզմունք դառնա։ Եվ ոչ ոք չի կարող ինձ արգելել, ռևանշիստ ենք, ռևանշիստ չենք, մեր համոզումն է դա։ Եվ այո, եւ ինչու պիտի չլինենք։ Ինչու պիտի չլինենք։ Սրբազան, մի անցած շաբաթ դուք անցած գիրակի եթե չեմ սխալվում, ձեր գրքի շնորհանդեսն է։ Ես իդեպ սկսել եմ կարդալ, բայց մենք ավելի հրատաբաներ ունենք քննարկելու, դրա համար գիրքը չենք քննարկում։ Այդ իհարկե կարդում եմ։ Շնորհանդեսի ժամանակ ես մի շատ մեծ զարմանք ապրեցի։ Ինքս ինձ չեմ համարում մեծ հավատացյալ, լավ հավատացյալ,
իհարկե համարում եմ քրիստոնյա, ինձ համար շատ դա կարևոր է, բայց այդ դահլիճում հավաքված էր, եթե չեմ սխալվում, մի 500-ից ավելի մարդ։ Ես առաջին անգամ վերջին տարիներին եղա մի վայրում, որտեղ հավաքվել է այդքան շատ հայ եւ բոլորի մոտ սիրո զգացում էր։ Նրանք դա սիրում էին, հասկանում եք, դա օթում էր։ Այդ սերը օթում էր, ես դա զգացել եմ, զարմանքով եմ զգացել, որ այս մարդիկ եկել են ոչ թե ինչ որ ներկա լինելու համար, ինչ որ ուրիշ իրանք ու հետաքրքիր դեմքեր ունեն, այդ բոլոր հավաքված մարդկանց դեմքին սիրո զգացում, չգիտեմ, ես չգիտեմ ոնց դա բացատրել։ Ու ես երբ դուրս եկանք, այդ շնորհանդեսն ավարտվեց, մենք դուրս եկանք, ամուսնուս ասացի, հետաքրքիր է Սրբազանը գիտակցում, որ այսենց սեր կա, ու սա հսկայական մեծ ուժեղ գործիք է իր համար։ Հիմա դժվար բան եք ասում, դա մեծ պատասխանատվություն է առաջին հերթին։ Երկրորդ ես ողջ կյանքս փորձել եմ ձգտել եմ ապրել այնպես ինչպեսին կամ մի առիթով եմ ասել ոչ խաբելու, ոչ մոլորեցնելու, ոչ որևէ կերպով հիմա չեմ ուզում ասել արել եմ, չարել եմ, ասում փորձել եմ երբեմն սխալվել եմ, երբեմն ընկել եմ, երբեմն սայթակել եմ, բայց երբեք չեմ մնացել այնտեղ, անընդհատ ձգտել եմ այդ պատասխանատվությունը կրել։ Եվ մի բան կա ինձ համար մեր հոգևոր կյանքի գիտակցության մեջ ոչ թե պետք է սիրվել, այլ պետք է սիրել։ Սիրվելը ժողովրդի առաքինությունն է։ Սիրելը քո առաքինությունն է։ Եթե դուք օրերի ընթացքում սկսեք փողոցային պայքարի նոր փուլ եւ հաջողության հասնեք ապագայի դասագրքերում եւ հայոց պատմության դասագրքերում գրված կլինի, որ այս մարդուն հեռացրել են սիրո հեղափոխության ժամանակ։ Ուրեն հեռացրել։ Որտեղից են հեռացրել։ Իշխանությունից։ Եթե այս մարդուն այո, նկատի ունեմ Փաշինյանին։ Հա։ Պատկերացրեք, դասագրքերում գրված է որ։ Դասագրքերում կգրվի, չի գրվի, դա Չէ, պատմության մեջ կմտնեք մի մարդ, ում հաջողվել է սիրո հեղափոխությամբ հեռացնել Փաշինյանին։ Ես Աստծո կամոք թող լինի ամեն ինչ, մեր մասին էլ ոչ մի բառ չգրեն։ Թող էս մղձավանջը անցնի, սերունդները հետ նայեն, ասեն մոռանան ընդհանրապես, որ այսպիսի մղձավանջ ենք մենք ունեցել, թող ոչ մի բառ էլ չգրվի մեր մասին։ Անկեղծ ասում եմ, ես ապրում եմ իմ կյանքի վերջին րոպեի համար, որ այս աշխարհից օրհնված կգնամ, թե նզոված կգնամ, ես այնտեղ եմ պատասխանատու։ Այդ մի րոպեի համար եմ ապրում։ Բոլորս ենք այնտեղ պատասխանատու։ Չգիտեմ ով է այդ րոպեի համար ապրում, բայց ես այդ րոպեի համար եմ ապրում։ Այն պահին, որ մինչև աչքերդ փակելու ես, ինչ սրտով ես գնալու, թե պատմությունը ինչ կգրի, այդ թող մնա պատմությանը, թող ընդհանրապես ոչինչ չգրի։ Պատրաստվում եք անել այդ սիրո հեղափոխությունը արդեն առաջիկա օրերին։ Միանշանակ։ Մենք մեր Տիրոջ առաջնորդությամբ, արդարության մղումով եւ ճշմարտության վերահաստատելու համար այլ տարբերակ էլ չունենք։ Շնորհակալություն ձեզի համար։